Տիրոջ անունն է փառավորը, քուրաջան եղբայրնջան, Աստված ամեն մեկի սոշնի։ Ինչպես եղբայրը ասեց, օրենքը եկավ, որպեսզի ցույց տա մեր մեղավոր բնությունը։ Օրենքի բարությունը սա, որ ցույց է տալիս մարդու անկարող վիճակը, մարդու ներսի բնությունը։ Քուրաջան եղբայրնջան, օրենքի լոկ բուն նպատակը նա չէ, որ միայն ցույց տա մեր մեղավոր բնությունը, այլ օրենքի նաև նպատակը մեկն է մեզ հասցնի Քրիստոսին եւ Քրիստոսի շնորհքը մեզ մեր հին բնությունից ազատի։ Մենք շատ անգամ խոսում ենք խոստովանության վրայով, շատ անգամ խոսում ենք թողության եւ ազատագրման մասին։ Այսօր մարդը կարող է շատ անգամ մեղանչել, խոստովանվել եւ թողություն ստանալ։ Բայց սա հարցի լուծում չէ, ասո նպատակը մեկն է, որ մարդը ազատվի։ Հիշում եք, Հովանու ավետարանի մեջ Տեր Հիսուս Քրիստոս ինչ էր ասում. կճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը ձեզ կազատի։ Այսինքն օրենքի բարությունը սա է, որ ես եւ դու ճանաչենք ճշմարտությունը։ Այսօր մենք կարողանանք սա տեսնել։ Թող Տիրոջ անունը փառավորի, բայց այսօր սրտից դրված է խոսել մեկ ուրիշ մտքի վրայով։ Ես երկու անգամ նեխմբի պաշտամունքին անդամականին խոսել եմ աղոտքի վրայով, եւ ես կուզեմ անդրադառնալ նորից աղոտքին։ Քուրաջան, եղբայրնջան, այսօր ամենամեծ խնդիրը հետեւյալն է, որ մենք շատ անգամ աղոտում ենք, բայց աղոտքի պատասխան չկա։ Ինչի՞։ Որն է պատճառը։ Այսօր նայում ես դժվարությունները շատ են, խնդիրները շատ են, բայց քուրաջան, եղբայրջան, Աստված մեզ չի կանչել եւ չի հորդորում, որ մենք աղոթենք եւ աղոթքը անպատասխան մնա։ Կարճ կանդրադառնամ, թե որ դեպքում է աղոթք ընդունելու Աստծո առաջին եւ կա մեկ միտք, որ վրա ուզում եմ կանգ առնել տերունական աղոթքի մեջ։ Ինչ էր ուզում ասել ամենակալ Աստծո խոսքը։ Եղբայրներ, քույրեր, ես միշտ ասել եմ, եթե աղոթքը այսօր մեր կյանքի մեջ չի ծնվում Քրիստոս կարիքից եւ Քրիստոս պահանջից, իմացած եղեք, որ մնացած հարցերի մեջ պատասխան չի լինելու։ Երբ որ նայում ենք Սուրբ Գրքի մեջ, այդ մտքին բազում անգամ անդրադարձել եմ 80 Սաղմոսի 4-րդ համարում Ասափը հետևյալ խոսքն էր ասում. ով զորաց Տեր Աստված, միջև երբ կբարկանաս քո ժողովրդի աղոթքի վրա։ Իսկ բարգության հիմքը ո՞րն էր։ Առակաց 28-9 համարի մեջ գրված է, ով որ մերժե իր ականջը օրենքը լսելուց, նրա աղոթքն անգամ գարշել է։ Որ օրենքի մասին է խոսում Տերը, աղոթքի։ Եվ Մատթեոս 6:33 համարի մեջ Աստված բացահայտում է այդ օրենք եւ ամեն մեկի սովորտում սրան։ Սակայն առաջ խնդրեք երկինքի արկայությունը, անոր արդարությունը, մնացած բաները կտրվի ձեզ։ Ուղղակի եթե այսօր մենք կարողանանք մեր աղոթները լսել եւ տոկոսային հարաբերությամբ նայենք, 90% մնացած բաներն են, միգուցե 5 կամ 10% երկինքի արկայությունը եւ անոր արդարություն։ Աստված չի ասում, որ քո հոգսերի, խնդիրների, խնդիրների համար չաղոթես։ Չէ, այսօր քո աղոթքի պատասխան կտրվի միայն այն դեպքում, երբ որ այս օրենքը պահես։ Այսինքն քո համար առաջնայինը պիտի լինի երկինքի արկայությունը։ Մատթեոս ավետարան 11:6 համարի վերջնամասում այսպես է գրված. եւ թե իրեն խնդրողներին վարձահատույց կլինի։ Եթե քո խնդրվածքը ինքը չէ, իրենից է առաջնայինը, ուրեմն իմացիր, որ Աստված վարձահատույց չէ։ Թող Տեր օգնական լինի մեզ ամեն մեկիս եւ ողորմություն անե։ Երկրորդ դրվագ, երբ որ մենք նայում ենք ինչի համար աղոթքին պատասխան չկա, հիշում եք 66-րդ Սաղմոսի մեջ Դավիթ թագավորը, ներողություն, թագավորը ինչ է հորդորում եւ ինչ է ասում ինձ եւ քեզ։ Կարդամ այդ խոսքը 66-10-19 համարներում գրված է. Եթե ես անօրինություն տեսնեի իմ սրտում, Տերը չէր լսին, սակայն Աստված լսեց եւ իմ աղոթքի ձայնին մտիկ առավ։ Կարդում եմ եւս մեկ համար, որը գրված է Հոբի 16-րդ գլխի մեջ, նայեք ինչ է ասում Հոբը 16-17 համարում ինձ եւ քեզ։
Հոբ 16-17 համար գրված է. թեև ձեռքերումս անօրենություն չկա եւ աղոթքս մաքուր է։ Քուրջ ջան, եղբայրներ ջան, Մատթեոս ավետարանի մեջ մենք կարդում ենք, երբ որ ընծան է սպերում սեղանի առաջ, ու քիշես է եղբայրդ քո տեմ բան ունի, գրված է հաշտվիր, նոր եկ ընծան մատուցանիր։ Այսինքն քո աղոթքը չի լսում, երբ որ խնդիր կա։ Հոբը սա էր ուղղորդում մեզ ամեն մեկիս։ Բայց ես անդրադառնում եմ հետևյալ մտքին, քուրջ ջան, եղբայրներ ջան, երբ որ մենք կարդում ենք, ուշադրություն դարձեք, կան աղոթներ պատասխան է տրվել, բայց կան աղոթներ, որոնք որ պատասխան չեն ունեցել։ Հիշում եք Աննայի աղոթքը։ Առաջի թագավորաց առաջի գլխի մեջ, երբ որ մենք կարդում ենք 9-րդ համարից, գրված է, որ Աննան եկավ եւ աղոթք էր անում Տիրոջը։ Աննան զավակ չուներ։ Ուշադրություն դարձեք, Աննայի աղոթքի հիմքում ընկած չէր հետևյալ միտքը, թեպետև, երբ որ մենք կարդում ենք Աննայի աղոթքի պատասխանը ստանալուց հետո երկրորդ գլխում Աննան ինչ խոսք է բերում, ուշադրություն դարձեք, բայց Աննայի միտքը սա չէր, հետևանք եղավ սա, Աննան ինչ էր աղոթում եւ ինչ տեղի ունեցավ։ Երկրորդ գլխի առաջի համարից եմ կարդում, առաջի թագավորաց։ Եվ Աննան աղոթք արավ եւ ասաց. Իմ սիրտն ուրախացավ Տերովը, իմ եղջյուրը բարձրացավ Տերովը, բերանս իմ թշնամիների վրա լայնացավ, որտեղ քո փրկությունով եմ ուրախացա։ Մենք երբ որ մենք նայում ենք Աննայի կարգավիճակի մեջ, հիշում եք, Փենանան կրկռում էր։ Այսինքն Աննայի ամուսնու Եղկանայի երկրորդ կինը կամ առաջի կինը Փենանան զավակներ ուներ, Աննան չուներ։ Եվ ամեն անգամ Աննային ինքը կրկռում էր եւ ասում է բերանս լայն բացեցիր, այսինքն հետեւյալն է, որ ես կարող եմ խոսել, արդեն երեխա ունեմ, բայց Աննայի աղոթքի սկզբի աղոթքի հիմքը սա չի եղել։ Աննայի աղոթքը հիշեք ինչ էր ասում. եթե քո աղախնի չմոռանաս, քո աղախնի աղոթքը լսես եւ քո աղախնին արու զավակ տաս։ Ինչի համար է արու զավակ ուզում։ Վստահ եմ ինքը տեսել էր հեղիի որդկանց ոչ ճիշտ ապրելակերպը, որ ասուն հաճելի չէր, եւ ինքը ուզում էր արու զավակ, որ տար Տիրոջը, որ Տիրոջ տան մեջ մեծանար եւ Տիրոջը ծառայեր։ Հարցը հետեւյալն է. Աննան ինչ գիտեր, եթե Աստված իրեն զավակ տար, դրանից հետո զավակ կունենար, թե չէ։ Ինչ էր գնում այս վիճակին։ Ինչի համար էր պայման կապում ամենակալ Տիրոջ հետ։ Իրեն նպատակ առաջին ասոյթ տունն էր, ասոյթ տան նախանձ։ Թող Տիրոջ անունը փառավորվի, եւ երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ Նեհեմիան աղոթք կերեց, Աստված Նեհեմիայի աղոթքը լսեց, Երուսաղեմի պարիսպները, դարպասները վերականգնվեց։ Հոբի աղոթք, երբ որ մենք նայում ենք Հոբը աղոթեց, վերջնական պատասխանը ինքը առավ կամ հիշում եք, գրված է հետևյալը, որ Հոբի բարեկամները եկան, ասո առաջին Աստված իրենց չլսեց, եւ ինքը ուղղորդեց ասելով գնացեք իմ Հոբ ծառայի մոտ, որովհետեւ դուք ուղիղ չխոսեցիք իմ վրայով ինչպես որ խոսեց իմ Հոբ ծառան, եւ ուշադրություն դարձեք գրված է հետևյալը. եւ Աստված Հոբի աղոթքը լսեց։ Երբ որ Հոբի կյանքում ամեն բան այնպես էր, ինչպես որ Աստված էր ուզում։ Պատկերացրեք, այդ բարեկամները գալիս ցավեցնում են իրեն։ Միգուցե եթե ես եւ դու լինենք, չաղոթենք, բայց Հոբը աղոթեց։ Եվ 42-ի 10 համարի մեջ գրված է եւ Եհովան ետ դարձրեց Հոբի կերությունը, երբ որ նա իր ընկերների համար աղոթեց։ Այսինքն Աստված ցույց է տալիս աղոթքի պատասխան։ Բայց ես անդրադառնում եմ հետևյալ մտքին։ Մատթեոս ավետարանի մեջ ավետարաններում ամենակալ Աստված ինչ է ասում մեզ։ Ղուկաս ավետարան 11-րդ գլխի մեջ, երբ որ մենք կարդում ենք, գրված է առաքյալները մոտեցան Հիսուսին եւ ինչ ասեցին. Տեր, մեզ աղոթել սովորեցրու։ 11-ի առաջի համարը։ Եվ եղավ որ միտեղ աղոթք էր անում, երբ որ դատարեց իր աշակերտներից մեկ ասաց նրան. Տեր, սովորեցնում ես աղոթք անել, ինչպես Հովհաննեսն էլ իր աշակերտներին։ Եվ գրված է, որ Տեր Հիսուս Քրիստոսը հայր մեր աղոթքը սովորեցրեց։ Քուրջ ջան, եղբայրներ ջան, այսօր ես եւ դու ամեն օր մի քանի անգամ հայր մեր ասում ենք։
Հայր մեր, որ երկնքումն ես։ Մենք փաստում ենք, որ մեր հայրը երկնքումն է, դավանում ենք, որ ինքը կա եւ կենտանի է, ինքն է ամեն ինչի տերը։ Բայց հարցը հետեւյալն է, երբ որ ասում ենք հայր մեր, որ երկնքումն ես, հավատում ենք, որ Աստված մեզ հետ է եւ տեսնում է։ Քուրջ ջան, եղբայրներ ջան, մենք մարդկանց վկայում ենք, մարդկանց ասում ենք։ Մատթեոս ավետարան 28-րդ գլուխ 20 համարի մեջ Տեր Հիսուս Քրիստոս ինչ ասեց. «Մինչև աշխարհի վերջ ես ձեզ հետ եմ»։ Մի հարցը ուղղված է ինձ, եթե Քրիստոս ինձի հետ է, այև երկնքից հայրը տեսնում է, ինչ կյանքով եմ ապրում ես։ Երբ որ ես ատում, տատում եմ, պամպասում եմ կամ չարախոսում եմ, երբ որ մեղք եմ գործում, որից է մեկը չկա կամ մտքիս մեջն եմ չարություն անում, Աստված տեսնում է, թե չէ։ Բայց մենք ասում ենք, հայր մեր, որ երկնքումն ես։ Քուրջ ջան, եղբայրներ ջան, այսօր լուրջ է խնդիրը, գիտեք։ Շատ անգամ մենք, երբ որ այս խոսքերը ասում ենք, փաստորեն գալիս է, որ լոկ միայն խոսք է, ոչ թե իրականություն։ Մեկ մտքի վրա եմ շատ երկար ուզում կանգառնել, շարունակության մեջ գրված է, քո թակավորությունը կա, քո կամքը լինի։ Ինչպես երկնքում, այնպես երկիրը։ Հիմի երկրի վրա այս դաշտերի, սարերի, անտառների վրա է, այս մասին է խոսքը։ Մեր մեջ քո թակավորությունը կա, քո կամքը լինի։ Այսօր Աստծո նպատակ հետևյալն է, որ իմ եւ քո կյանքի մեջ իրեն թակավորությունը լինի։ Իրեն օրենքը, իրեն շնորհքը։ Եղբայրը որ խոսեց օրենքի մասին, քուրջ ջան, եղբայրներ ջան, ամենակալ Տիրոջ բուն նպատակն է սա, որ մեր մեջ այդ կյանքը ձևակերպի վերստին ծնունդ, ինչի համար։ Որն է վերստին ծնունդի բուն նպատակը։ Վերստին ծնված մարդը ինչով է ապրում։ Նիկոդեմոսին ինչ ասես։ Նիկոդեմոսը կեղտոտ մարդ էր, գող ավազակ էր։ Օրինակ վարդապետ, սինագոգի անդամ, 3 անգամ Սուրբ Գիրքը խոսում է Նիկոդեմոսի մասին։ Նիկոդեմոսը երբ որ եկավ Հիսուսին, ինքը փաստում էր, որ Հիսուս երկնքից եկե։ Եվ այդ ամենը, որից է մեկը չէր կարող անել, եթե երկնքից եկած չլներ, եթե Աստծուց մեջ չլներ։ Ինչ էր ասում։ Հովանու ավետարան 3-րդ գլուխ 2-րդ համարից։ Սա գիշերով Հիսուսի մոտ եկավ եւ ասաց. «Ռաբբի, գիտենք, որ Աստվածանից վարդապետ ես եկել»։ Որտեղ ոչ ոք չէր կարող այդ նշաններն անել, որ դու ես անում։ Ուշադրություն դարձրեք, ինքը ընդունում է, որ Հիսուսը Աստվածանից է։ Բայց հետաքրքիր է, այդ գովեստին փոխարեն Հիսուս ուրիշ բան պատասխանեց։ Ասելով հետևյալը, եթե մեկը վերստին չծնվի, չի կարող ինքը Աստծո արքայությունը տեսնել։ Եթե հոգու ձեռքերից չծնվի, չի կարող Աստծո արքայությունը մտնել։ Ինչն է ջուրը եւ ինչն է հոգին։ Քուրջ ջան, եղբայրներ ջան, ամենակալ Տիրոջ նպատակը սա է, որ մեր մեջ այդ Աստծո օրենքը ձևակերպի։ Աստվածային կյանքը լինում է բարակա, այսօր երբ որ խոսում են մարդիկ կան, որոնք որ փակագծերի մեջ շնորհքի վարդապետներ են, մարդկանց երբ որ տեսում հարցում են, «Էլի դուք նորից օրենքի տակ եք»։ Ո՞րն է օրենքը։ Օրենքի համար Պողոս առաքյալն ասում է սուրբ է, կատարյալ է։ Օրենքը եղավ դաստիարակ Քրիստոսին բերելու։ Օրենքը բացահայտեց մարդ բնությունը ով է։ Եթե այս օրենքը չլինի, մենք երբեք չենք կարող տեսնել ով ենք մենք։ Օրենքը ցույց է տալիս քո մեղավոր վիճակը եւ անկարող վիճակը։ Այսօր շնորհքի տակ մարդիկ հասկանում են հետեւյալ միտքը. իրանք օրենքի տակ չեն, շնորհքի տակ են, ինչ էլ որ անեն, Աստված ներելու է։ Ոչ սիրելիս, ինչ է շնորհքը։ Շնորհքը նվեր, պարգև, ողորմություն Աստծո կողմն է։ Երկինքը փակ էր, որից է մեկ վիճակ, որից է մեկ մարդ չէր կարող երկինքը բացել։ Մարդ Աստված հարաբերությունը խզված էր։ Երկինքը բացվավ Քրիստոսի շնորհիվ։ Աստված մեծ ողորմություն արեց մեզ, պարգև իր որդին տվեց։ Այսօր շնորհքը ուրիշին չի տատում, շնորհքը ինքն իրեն է տատում։ Եթե դու շնորհքի տակ ես,
քեզ ես դատելու եւ ոչ թե ուրիշ մեկին։ Ինչ է լինում է քո կյանքի մեջ, հիշիր սա օրենք է, որից է մեկը մեղավոր չէ, մեղավորը դու ես։ Ինչու համար ես այս խնդիրը ստեղծում, լավ, այդ մարդը ինչ էլ ուզում է անի, Աստված է թույլ տվել, ինչու համար, որպեսզի ցույց տա քո իրական պատկերը կամ վիճակը։ Ինչևից է չեմ ուզում շեղվել մտքից, ասում է քո թակավորությունը կա եւ քո կամքը լինի։ Իսկ որն է Աստծո կամքը։ Առաջի Թեսաղոնիկեցիս 4:3 համարի մեջ գրված է Աստծո կամքը քո սրբությունն է։ Աստված ընդամենը մեկ կամք ունի մարդու վրայով, որ մարդը սուրբ կյանք ապրի, որ մարդը ժառանգի հավիտենություն։ Եվ նույն առաջի Թեսաղոնիկեցի 5:18-ի մեջ գրված է. ամեն բանի մեջ գոհացեք, որովհետև սա է Աստծո կամքը ձեր վրա Հիսուս Քրիստոսում։ Ամեն բանի մեջ գոհացեք։ Հիմի հարց, ամեն բանի մեջ գոհանում ենք մենք։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, երբ որ մենք նայում ենք, մենք շատ անգամ աղոթում ենք եւ Աստված մեր աղոթներին պատասխանը տալիս է։ Մենք երբ ենք գոհանում Տիրոջից, երբ որ աղոթքին պատասխան կա, երբ որ մեր սրտի ուզածից է այդ պատասխանը։ Ես շատ անգամ խոսում եմ Հռոմեացիս 12-ի 2-րդ համարը, որ ասում ենք ինչն է Աստծո կամքը։ Աստված ինչ է մեզ բացահայտում եւ բերում։ Եթե ես այս աշխարհի կերպարանքը չունեմ, իմացած եղեք, որ Աստված կտա այն ամեն ինչ որ պետքն է։ Մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգության, որ դուք քնեք թե ինչն է Աստծո կամքը, բարին, հաճելին, կատարյալը։ Հոբը 42-3 համարի մեջ ասում էր. Աստված ինձ հրաշալի բաներ կներ, բայց ես չէի հասկանում։ Տիրոջ անունը փառավորվի, որ այսօր մեր կյանքի մեջ իրեն կամքը լինի։ Մեր հանապազորը հացը տուր մեզ այսօր։ Այսօր մարդկությունը առաջինը խորհրդացում է այս մտքի տակ մարմնավոր հաց, ոչ սիրելիս։ Աստված խոսում է հոգևոր հացի մասին։ Մարմինը կարիք ունի կերակրվելու։ Եվ ինչ եք մտածում, հոգին կարիք ունի կերակրվելու, թե չէ։ Իսկ որն է հոգու կերակուրը։ Այսօր ես եւ դու մարմնի համար ամեն բան անում ենք, որ ամենալավը տանք մարմնին, լավը ուտենք, բայց հոգու մասին մենք մոռացել ենք։ Մարմինը հոգու չունի, շահ չունի, հոգին է կենթանացնողը։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, մենք սա լավ գիտենք, այս համարը շատերին մենք ենք սովորեցնում ասում, բայց հարցը հետևյալն է, մարմնի մասին ենք շատ մտածում, թե հոգու մասին։ Եվ ինքը ամենակալ Տիրոջ նպատակ հետևյալն է, որ մենք ամեն օր մտածենք հոգու հացի մասին։ Դավիթը 119-րդ Սաղմոսի մեջ ուշադրություն դարձրեք, այս մարդը ինչ աղոթք է բերում եւ որն է իրեն բուն նպատակը։ 119-րդ Սաղմոսի մեջ գրված է 97 համար եւ 98 համար։ Որքան եմ սիրում քո օրենքը, ամեն օր նա իմ մտածմունքն է։ Քո պատվիրանքները ինձ իմաստուն են անում իմ թշնամիներից, որտեղ նրանք հավիտյան իմս են։ Դավիթի ուշքի միտքը մեկն էր, Աստծո խոսքը, հոգևոր կերակուրը։ Կամ 81-82-րդ համարներ 119-րդ Սաղմոսի։ Իմ անձը մաշվեցավ քո փրկությանը սպասելով, բայց ես քո խոսքին հուսացա։ Իմ աչքերը մաշվեցան քո խոսքին ցանկալով։ Ես ասում եմ, երբ մխիթարես ինձ։ Թող Տերը օգնական լինի ինձ եւ քեզ, բայց ավելի շատ ուզում եմ կանգնել այս մտքի վրա։ Ինչ է հորդորում եւ ինչ է ասում ամենակալ Տիրոջ խոսքը։ Մի տանից մեր փորձության, այլ ազատիր մեզ չարիցը։ Մի տանիր մեզ փորձության, այլ ազատիր չարիցը։ Նախապես ասում եմ հետևյալը. Աստված մարդուն չար բաներով չի փորձում։ Աստծո փորձության հիմքում ընկած է մեկ բան՝ մարդու կատարելությունը։ Փորձության հիմքում ընկած է մեկ բան, որ մարդը տեսնի իր իրական պատկերը։ Աստծո փորձության մեջ չկա չար բան, այսինքն Աստված այդ փորձության միջոցով մարդուն չի տանում դեպի մահ։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր շատերը խորը մտածում են, իրենց կյանքի մեջ խնդիրը եղավ, ասում են, ինչի է, Աստված չէ հեղինակը։
Այսօր այս պրոբլեմի առաջնային խնդիրը, որ լինում է քո կյանքի մեջ, այդ պրոբլեմայինը հեղինակը դու ես։ Շարունակության մեջ մենք ասում ենք, ազատիր մեզ չարիցը։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, երբ որ մենք ասում ենք ազատիր մեզ չարիցը, մենք ինչ ենք առաջինը մտածում։ Մտածում ենք հակառակորդը, չէ՞, կամ չար մարդիկ։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, կհիշեք, ղովտը դուրս էր գալիս, հրեշտակին պատվիրեցավ, ազատեք ձեր անձը, դուրս եկեք, բայց հետ չնայեք։ Երբ որ կարդում ենք նաև Ծննդոց կարդամ 32-րդ գլխի մեջ գրված հետևյալ համարը, ուղղակի կուզեմ այս մտքերը լուրջ նայենք, եւ նայենք ինչ է ուզում ասել մեզ ամենակալ Տիրոջ խոսքը։ Ծննդոց 32-րդ գլխի 11-րդ համարում նայեք ինչ է ասում Տիրոջ խոսքը։ Սա այն դրվագն է, որ Հակոբը հետ է վերադառնում եւ ինչ աղոթք բերում ասում. ազատիր հիմա իմ եղբայր Եսավի ձեռքից։ Եվ շատ համարներ կա, որտեղ որ գրված է ազատիր թշնամիներից, հակառակորդներից։ Եվ երբ որ մենք նայում ենք ամենակալ Աստված շատ անգամ հակառակորդներից ազատել է։ Ազատել է նորից նույն վիճակը։ Այդպես է թե չէ։ Ինչ է պետք, քուրեր ջան, եղբայրներ ջան, որ մենք ազատվենք եւ որն է մեզ համար ամենաառաջին մեծ թշնամին։ Պողոս առաքյալը Հռոմեացիս 7:14-ում ինչ էր ասում։ 24-ում ներողություն։ Ինչ խղճալի մարդ եմ ես, ով կազատի ինձ այս մահի մարմնից։ Եղբայրը որ ասեց, օրենքը ցույց է տալիս, որ մեր մեջ կա այդ բնությունը։ Եվ այսօր ինձ եւ քեզ համար առաջի համար մեկ թշնամին մեր եսն է, մեր անձն է։ Եթե այսօր ասված մեր ամեն հարցերը լուծի, նորից նույն վիճակն են, գիտես։ Հիշում եք Հոբը 5:10 համարում ինչ էր ասում, ասված 6 նեղությունից քեզ կազատի։ 7-րդում քեզ բան չի պատահի։ Ասված պատրաստ է ազատելու ամեն վիճակից, բայց հարցս հետևյալն է. այդ դժվարություններից ազատեց, հարց մեղքի բնությունից ազատված ես թե չէ։ Եղբայրս, քույրս, կա ընդամենը մեկ ազատման միջոց, հին բնությունից, որ դու չմեղանչես։ Եվ Պողոս առաքյալ ուշադրություն դարձեք իրեն խոսքերի մեջ ինչ էր ասում, գրված է Առաջի Կորինթացիս 9:27, ես իմ անձս կճնշեմ ու կնվաճեմ։ Առաջի Կորինթացիս 15:31-ի մեջ գրված է, ես ամեն օր կմեռնեմ։ Ինչ էր հասկացել Պողոս առաքյալը։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր կան միջոցներ, վիճակներ, երբ որ դու մեղանչում ես, եղբորդ եմ, քրոջ եմ, բարեկամի, կնոջ ամուսնու, երեխայի, կա միջոց գնալ այնտեղ ընկնել, ոտքերը ներողություն խնդրել եւ իրոք թողություն կամ ներողամտություն ստանաս։ Նաեւ կա վիճակ, երբ որ դու Աստծո առաջին ես մեղանչում, զղջաս, խոստովանվես Աստված ողորմություն անում, բայց քույրս, եղբայրս սկզբից ասեցի, կա թողություն եւ կա ազատագրում։ Դու այսօր կարող ես ամեն անգամ սխալ գործել եւ թողություն ստանալ, խոստովանվել, բայց Աստծո նպատակը մեկն է՝ ազատվել։ Ազատիր մեզ չարիցը։ Այսօր ինչ որ լինում է մեր կյանքի մեջ, ցավոք քրիստոնյաների կյանքում սա կա, կամ մեղադրում են հակառակորդին, լինում է մեղադրում են մարդկանց եւ մեղասուր լինում է բա որ ասում են մեղադրում։ Եղբայրս, քույրս, այսօր Աստված ուզում է, որ ես եւ դու կարողանանք հասկանալ հետեւյալը, որ առաջնային խնդիրը ամենակալ Տիրոջ, որ այստեղ ասում է ազատիր չարիցը, մենք մեր հին բնությունից ազատագրվել ենք։ Եթե չազատագրվես, եղբայրս, քույրս, 1 օր, 5 օր հետո, 10 օր հետո նորից նույնը կգրնես։ Ինչքան եղա, երբ որ մենք խնդիր ենք ունեցել, ծանր վիճակ։ Հիվանդություն եղել, պրոբլեմ եղել, դժվարություն եղել, ընկել ենք Տիրոջ առաջին, զղջացել ենք, խոստովանվել ենք, ասել ենք Տեր, ողորմությունը այլևս այդ վիճակին չեմ դառնա։ Ինչքան է եղել։ 1 ամիս հետո նորից նույն մարդը։ Այդպես է թե չէ։
Քուրեր ջան, եղբայրներ ջան, ինչի համար, որտեղ մեր մեջ հին բնությունը մեռած չէ։ Եվ այսօր մեր ամեն մեկի աղոթքի հիմքում ընկած է մեկ բան, այդ հին բնությանը կերակրել։ Միջև քո մեջ հին բնությունը չմեռնի, Աստված քեզ հետ գործ չունի։ Եղբայրը, որ խոսեց 7-րդ գլխում գրված տողերը, որ մարդը օրենքով կապված է, կինը կապված է օրենքով մարդու հետ, եւ չի կարող ուրիշ մեկին կնության գնալ, մինչև այն մեկը չմեռնի։ Ես եւ դու այսօր չեն կարող Հիսուսի հետ մեկանալ, մինչև մեր մեջ հին բնությունը չմեռնի։ Ինչ էլ ուզում ես արա, այդ մեկությունը միությունը չի լինի։ Գրված է, կամ չգիտեք, եղբայր, որովհետև օրենք գիտեցողներդ եմ խոսում, որ օրենքը մարդի վրա տիրում է, քանի որ նա կենտանի է։ Որովհետև մարդ ունեցող կինը իր կենտանի մարդու հետ կապված է օրենքով, բայց եթե մարդը մեռնի, մարդի օրենքից արձակված է։ Ուրեմն, քանի որ մարդը կենտանի է, նա շնացող է կոչվում, եթե ուրիշ մարդի կնա, բայց եթե մարդը մեռնի, օրենքից ազատ է, որ շնացող չլինի, եթե ուրիշ մարդի կնա։ Այսօր դու չես կարող Քրիստոսին կնալ, որովհետև քո մեջ հին բնությունը մեռած չէ։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի սրտացավս հետևյալն է։ Ես եւ դու ամեն անգամ աղոթում ենք, բայց աղոթքի պատասխան չկա։ Ինչի՞։ Որովհետև սա ներողություն, Առակաց գրքի մեջ Սողոմոն իմաստունը պարզ եւ մեկ ճշմարտություն ասում մեր բոլորի համար։ 15:29 համարի մեջ գրված է. Հերու է Տերը ամբարիշտներից, բայց լսում է արտարների աղոթքը։ Ինչի իմ աղոթքին պատասխան չկա, որն է պատճառը։ Այս մասին ես եւ դու ունենք մտածելու տեղիք։ Գիտեք, շատ անգամ է խոսում աղոթքից։ Բազում տեսանկյուններից, ուղղություններից եղբայրները մանրակրկիտ բացատրում են։ Բայց այսօր եղբայրս հիշի հետևյալը. Աստված օրենքի Աստված է։ Եվ Աստված կանգնած է իր խոսքի հետևում։ Իր խոսքը պիտի կատարվի։ Սաղմոսների մեջ ինչ էր ասում, որ իր խոսքը իր անունից վերջ ասեց։ Երեմիայի մարգարության մեջ գրված է, որ ես պիտի հսկեմ, որ իմ խոսքը կատարվի։ Եվ իրեն խոսքը այո եւ ամենը պիտի կատարվի։ Եվ գրված է. Աստված արտարի աղոթքը կլսի։ Ինչի իմ աղոթքի ցայնին պատասխան չկա, որն է պատճառը։ Սա համար ես եւ դու պիտի խորենք եւ մտածենք, այս օրինակը տամ, որը գրված է 3-րդ թագավորաց գրքի մեջ, բազում անգամ ես համար հիշեցնում եմ ես, խոսքը Եղիայի աղոթքի մասին է, որ Բաղի մարգարեները աղոթեցին, Բաղի մարգարեների աղոթքին պատասխան չկար, հերթը Եղիային էր։ Եղիան ինչ կերպ սկսեց գործել եւ աղոթքը ինչ կերպ սկսվավ։ 3-րդ թագավորաց 17-րդ գլխի 30 համարից գրված հետեւյալ տողը, այն ժամանակ Եղիան ասաց բոլոր ժողովրդին. Ինձ մոտ եկեք։ Եվ բոլոր ժողովուրդը եկավ նրա մոտ, եւ նա նորոգեց Տիրոջ սեղանը, որ քանդված էր։ Եղիան վեր առավ 12 քարեր Հակոբի որդկանց թվի չափով, որ Տիրոջ խոսքը եղավ նրան, թե Իսրայել լինի քո անունը, եւ այն քարերից մեկ սեղան շինեց Տիրոջ անունով, եւ սեղանի շուրջը մեկ փոս շինեց։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ինչ եք մտածում։ Եթե բոլոր ժողովուրդը չկար Եղիայի մոտ, երբ որ սեղանը վերականգնում էր, այդ 12 քարը չլիներ, լիներ 7 կամ 8 քար, հարց եմ տալիս, աղոթքին պատասխան կլիներ, թե չէ։ Այսօր Աստված ինձ եւ քեզ հետ խոսում, ինչ ասում։ Եկեք ինձ մոտ, ես եւ դու պիտի գնանք։ Այսօր ամեն մեկս կենտանի քար ենք։ Եվ այդ սեղանը վերականգնելու համար ամեկս պիտի կանք։ Եթե ոչ, աղոթքին պատասխան չկա։ Ես ուղղակի ուզում եմ հարց տամ առաջին ինձ եւ ցես։ Կհիշեք մեր մամիկոն եղբոր տղային Սամվելի վիճակը, երբ որ գլխին այդ մեծ երկաթ ընկել էր,
Բժիշկները ընդհանրապես հույս չէին տալիս։ Աստված ողորմություն արեց։ Որից է մեկ բժշկական միջամտությունը այստեղ անկարող էր։ Աստված ողորմություն արեց։ Ինչի հետևանքով։ Հիշում եմ, բոլորը աղոթք էին անում։ Բայց այսօր հարցս հետևյալն է. ունենք խնդիրներ, խնդիրներ, ունենք հիվանդներ, ունենք վերջը շատ անձնավորություններ, որոնք որ այդ աղոթքի պատասխանին են սպասում, բայց պատասխան չի։ Թող Տեր օգնական են։ Այսօր խնդիրը իմ եւ քո մեջ է։ Քուրս ջան, եղբայրներ ջան, ուղղակի դուրոշմով խնդրանք։ Քրիստոնյայի ամենամեծ զենքը աղոթն է։ Հիշեք, Դանիել մարգարության մեջ մարդիկ ուզում էին Դանիելին շարքից հանել, իրանք հասկացան եւ հասկանում են ընդամենը մեկ բան, որ Դանիելին անհնարին է շարքից հանել, որովհետեւ Դանիելը աղոթող անձնավորություն է։ Իսկ որպեսզի շարքից դուրս գա, ընդամենը մեկ բան էր պետք՝ Դանիելին աղոթքից կտրել։ Եվ գրված է հրովարտակ ստորագրվեցավ, որ որից է մեկ անձնավորություն մեկ ամիս ժամկետում որից է մեկ իրենց ասուն աղոթ պիտի չանեն։ Բայց Սուրբ Գրքում երբ որ մենք կարդում ենք գրված հետևյալ տողը 6-րդ գլխի մեջ 10 համարից կարդում ենք գրված է եւ երբ որ Դանիելը իմացավ թե հրովարտակը ստորագրվեցավ գնաց իր տունը եւ իր պատուհանները բաց էին վերնատանը դեպի Երուսաղեմ։ Քուրս ջան, եղբայրներ ջան, պատուհանները չփակեց։ Չմտավ ներքին սենյակ կամած ձայնով չաղոթեց, գրված է։ Իր պատուհանները բաց էին վերնատանը դեպի Երուսաղեմ եւ օրը 3 անգամ նա ծունկի վրա էր գալիս, աղոթք էր անում, գովապանում էր իր Տեր ասուն, ըստ որում նա սրանից առաջ այսպես էր անում։ Եվ գիտեք ինչը պահեց Դանիելին։ Ես հավատում եմ մեկ բան, աղոթքը։ Ես հավատում եմ, որ գուպի մեջ նորից Դանիելը աղոթում էր։ Բայց ինչպես որ մեզ ամենակալ Տիրոջ խոսքը Հակոբոսի միջոցով հիշեցնում է, իմ եւ քո աղոթքը պիտի լինի այսպես։ Ինքը Դանիելը հավատում էր, որ Աստված իրենից վախեցողների 4 կողմը հրեշտակներով կշրջափակե։ Հակոբու առաջի գլուխ 6-րդ համար։ Միայն թե թող հավատքով խնդրե առանց երկմտելու, որովհետև երկմտողը նման է ծովի հոմակոծած տատանված ալիքին, այն մարդը թող չկարծե, որ Տերիցը մեկ բան կառնե, երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ճանապարհներում։ Ինչ որ կխնդրեք, հավատքով խնդրեք եւ համոզված եղեք, որ Աստված աղոթքի պատասխանը կտա ամեն